Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ փաստաբան Սուսաննա Սարգսյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ը, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, Տիկին Սարգսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ հրավերի համար։ Խոսենք վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բնության գործի մասին, որը մեծ հանրային արձագանք ստացավ, իրավապաշտպանները հիմնականում նշում են, որ եւ քննադատում են, որ համակարգը մատնված է եղել անգործության, ոտնահարվել է երեխաների իրավունքները, պատշաճ ձևով դրանք չեն պաշտպանվել եւ ինչու այս ամենը ստացվեց, ինչու եմ ձեզ հետ քննարկում այս թեման, որովհետեւ Հանրապետությունում դուք եւ Տիկին Ադանալյանը առաջին անգամ դրանից մոտ 7-8 տարի առաջ սկսեցիք խոսել երեխաների անպաշտպանության մասին, անպաշտպանվածության մասին Հայաստանում, դրանք նորածիներն էին, անչափահասներն են եւ կարծես թե դրանից հետո ոչինչ չի փոխվել, թեկուզ այստեղ մենք բավականին շատ հաղորդումներ ենք ունեցել այդ մասին, դեպքերին ենք անդրադարձել, բայց իրավիճակը չի շտկում։ 58 եւ 65 տարեկան տղամարդիկ են այս գործի մեջ վկաներ կա երրորդ անձ, որի մասին դեռ շատ աննշան են խոսում։ Մի խոսքով, ձեր այս փորձից ելնելով, ինչպես կբացատրեք, ինչու այս դեպքը, այսպես միայն հանրային, կարծես թե ճնշումների ներքո լրագրող Սյուզի Բադոյանի նկարահանումների, գրառումների միջոցով ջրի երես դուրս եկավ։ Տեսեք, գլխավոր դատախազը ազգային ժողովում առանց վարանելու եւ կարծես թե առանց վատսկալու նշեց, որ նման դեպքերը եզակի չեն եւ իրականում ես նաեւ դատարաններում մի գործի շրջանակներում խոսել եմ այս մասին եւ պայքարել եմ տվյալ գործի շրջանակներում նույնականացնող տվյալներ չեմ նշի, որովհետեւ գրեթե նման գործեր են պայքարում էի այն բանի համար, որ քննությունները կատարվեն օբյեկտիվ եւ մեղավորները իրավամբ բացահայտվեն եւ մեղավոր անձանց շրջանակը կատարող եւ հովանավորող անձանց շրջանակը բացահայտվի, բայց փաստացի այսօր տեսնում ենք, որ ունենք այն ինչ ունենք, ոչինչ չի փոխվում, հակառակը նման անձինք կարծես թե բարձր հովանավորություն են գտնում մեր օրերում իրավապահ համակարգի կողմից, ինչ եմ նշում բարձր հովանավորություն, որովհետև ոնց որ ինչպես նշեցիք, ինչ որ X հովանավորի մասին է խոսում, բարերարի մասին է խոսվում, սակայն բարերարը որպես այդպիսին վկայի կարգավիճակ ունի, չնայած որ մանկավարժները դպրոցի տնօրենը բացահայտել էին հենց բարերարի կողմից ստացված սպառնալիքներով լեցուն ձայնային հաղորդագրությունը, բայց կարծես թե այս բարերարին շատ ակտիվ կերպով քողարկում են եւ այստեղ գիտեք կարևոր խնդիր կա, որ միայն իրավապահ համակարգը չի այս մեղավորների շրջանակում, օղակում տեղավորվում, քանի որ երեխաները, ինչպես նշվում է հրապարակային հաղորդագրությունների եւ հայտարարությունների մեջ, հատուկ խմբի մեջ են ներառված, այսինքն եւ ընտանիքը, ինչ որ մտավոր խնդիրներ ունի եւ երեխաները սոցիալապես անապահով եւ այստեղ խնդիրը հետեւյալն է եւ նաեւ նշվում է, որ X բարերարը, հա, ոմն բարերար, որը ընտանիքի նաև նշում է խնամակալ, չգիտես ոնց է դարձել խնամակալ եւ ինչի են հենց այդպես ձևակերպում, որ խնամակալ է, հոգաբարձ է, չգիտեմ ինչ է, նախկինում նմանատիպ գործով դատապարտված թեկուզ եւ պայմանական, բայց ամեն դեպքում դա պիտակ է, դա անձի բնութագրող հատկանիշ է, հանկարծ հայտնվում է այս սոցիալապես անապահով, մտավոր թուլություններ կամ որևէ արատներ ունեցող ընտանիքի կողքին, բազմա զավակ ընտանիքի կողքին եւ հանկարծ հնարավորություն է ունենում այս երեխաների հետ այն աստիճան մտերմանալ, որ արդեն երեխաների հետ կարողանա սեռական կոնտակտի մեջ մտնել։ Նկատի ունեք պատահական չի եղել այս մարդու մուտքը այդ ընտանիք։ Տեսեք, եթե անգամ պատահական, այս պատահականությունը ունի իր նախապատրաստական ինչ-որ աշխատանքները կամ հող են նախապատրաստել սրա համար, քանի որ
ուր են նայել սոցիալական աշխատողները, համայնքը, ոստիկանությունը, ինչի նման վարքագիծ եւ կենսագրություն ունեցող անձի նկատմամբ պարբերական, չնայած դատված է եղել, իր դատվածությունը գուցե մարված է, գուցե չէ, մանրամասներ չգիտեն, ամեն դեպքում մարդը արատավորված է շատ վտանգավոր ենթատեքստ ունեցող եւ հետևանք ունեցող գործողություններով եւ այս արատավոր անձի նկատմամբ համայնքում կամ որոշակի կառույցների մոտ, պատկան կառույցների մոտ որևէ հարցեր չեն առաջացել եւ անգամ ազդակ չի եղել, որ պետք է այս անձի նկատմամբ որոշակի վերաբերմունք լինի, չեմ ասում խիստ, չեմ ասում օրենքից դուրս, բայց ամեն դեպքում, եթե պատկան մարմինները ունեն պատասխանատվություն անչափահասի նկատմամբ եւ պետությունը ունի պոզիտիվ պարտականություն երեխայի իրավունքների պաշտպանության նկատմամբ, նմանատիպ մարդիկ, անձինք պետք է գտնվեն առնվազն ոստիկանության ուշադրության կենտրոնում, չեմ ասում գնան ամեն օր անհանգստացնեն, բայց օպերատիվ տեղեկատվություն տվյալ անձի վերաբերյալ պետք է ունենան։ Սոցիալական կառույցները, համայնքը, մարզպետարանը ինչ գործողություններ են կատարել եւ արդյոք իրենց թողտվությամբ չի այս բարերար կոչվածը հայտնվել այս ընտանիքի կողմին։ Առավել եւս, որ մենք հրապարակային տեղեկություններով նաեւ փաստաբանը անչափահասների նշեց, որ արկա են դատալեքսում բազմաթիվ գործեր, գումարային պահանջների վերաբերյալ, այսինքն անձը այնպիսի սոցիալական ապահով վիճակում չէ, որ կարողանա բարերարություն անել, հարցը առաջանում։ Եթե սա կոնկրետ պրոյեկտ չի եւ կոնկրետ անձանց կողմից առաջնորդվող եւ հովանավորող պրոյեկտ չի, ինչպես է տվյալ անձը եւ ինչ նպատակով է, բազմաթիվ ֆինանսական խնդիրներ ունեցող անձը հանկարծ ստանում բարերարի կոչում եւ որպես բարերար հայտնվում այս ընտանիքում։ Այստեղ որ օղակն է թերացել, դուք ասում եք մի քանի օղակ, այստեղ բոլոր օղակներն էլ թերացել են, համայնքն էլ է թերացել, մարզպետից սկսած։ Անտարբերություն է, անգործություն է, թե տեսեք, նախ այն որ մենք ունենք հասարակության եւ պետական կառույցների մոտ հանցավոր անտարբերության ցայտուն օրինակներ, սրա մասին խոսելը արդեն դարձել է իմաստազոր, քանի որ ինչքան էլ մենք խոսում ենք, բարձրաձայնում ենք, մեկը ոչինչ չի փոխվում։ Ստացվում է, որ որպեսի կոնկրետ դեպքեր կամ ինչ որ մի դեպք, այդ ոչ եզակիների մեջից գոնե մեկի վերաբերյալ լինի պատշաճ գնահատական, այն էլ դեռ հարց է այս գնահատականը պատշաճ, օբյեկտիվ եւ ամբողջական կլինի, թե ոչ, բայց ամեն դեպքում հանրային աղմուկ է պետք։ Բայց արդյոք նմանատիպ գործերը պետք է հանրային աղմուկի կիզակետում հայտնվեին։ Այստեղ սա երեխաների շահերից էլ չի բխում, չէ՞։ Լավագույն կերպով sense շատ գեղեցիկ հնչական կոմիտեի նախագահն է գրում այնտեղ մամուլի պատասխանատուն իր Facebook-յան հայտարարության մեջ վերջին պարբերությամբ նշվում է, որ կոչ է անում, հորդորում է հայտարարություններ չանել նույնականացնող, բայց հենց քննչական կոմիտեն այնպիսի նույնականացնող տվյալներ է հրապարակում, կարծես թե փորձում է երեխաներին դարձնել քավության նոխազ։ Այսինքն այս երեխաներին, որ կարդում ես առաջին տպավորությունը, որ այս երեխաներն են մեղավոր եղել, որ իրենք հայտնվել են նման միջադեպի մասնակից կամ մասնակից են դարձել կամ այդ նման միջադեպով տուժող են դարձել։ Այսինքն հորդորում են, խոսում են, շատ գեղեցիկ ձևակերպում են, որ պետք է, չպետք է երեխայի լավագույն շահերը ոտնահարվի, պետք է պաշտպանեն, բայց այդ պաշտպանության պատասխանատուները, առաջին հերթի պատասխանատուները, հենց իրենք արդեն ոտնահարել են այդ երեխայի լավագույն շահերը։ Այսպես լղոզեցին ասֆալտին, երեխաներին սարքեցին հասարակության մեջ արդեն մեկուսացված սուբյեկտներ, այդ երեխաները ոնց են ապրելու հասարակության մեջ, ոնց են վերասոցիալականացվելու հասարակության հետ եւ արդյոք այս երեխաները հետագայում կարող են իրենց տեղը գտնել հասարակության մեջ, հենց թեկուզ իրենց նույն համայնքում։ Վեդին լինելով փոքր համայնք, ընդհանրապես մարզերում այդ աղմուկը, խոսակցությունները շատ արագ են տարածվում։ Դպրոցը նույնացվել է, մանկաբարձները նույնացվել են, ծնողները արդեն դանակահարության եւ մյուս դեպքերով նույնացվել են, ծնողը եւ հորեղբայրը։ Այսինքն հասկանում եք, այս երեխաների
որևէ գաղտնիություն չի պահպանվել այս գործում։ Եվ նմանատիպ գործերը առաջին պատասխանատունը հենց ոստիկանությունն ու քննչական մարմինն են, որ այնպիսի պատշաճ եւ ժամանակին անհապաղ միջոցառումներ չեն ձեռնարկել եւ չեն պատշաճ արձագանքել այս իրողությանը, այս դեպքին, թեկուզ հարցի մի կողմնակը հիմնավորվեր թե չէ։ Բայց ամեն դեպքում իրենց գործողությունները խոսում են այն մասին, որ իրենք իրենց հանցավոր անգործությամբ նպաստել են երեխաների լավագույն շահերի ոտնահարմանը։ Բացի այն, որ այսօր այդ շահերը ոտնահարվել են հրապարակային հնչեղություն ստացած գործի շրջանակներում, քանի որ երեխաների նույնականացնող տվյալներ են հրապարակվել, նախաքննության գաղտնիք հանդիսացող ցուցմունք եւ առերես ցուցմունքներից են տվյալներ, մնացելը հրապարակեն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ու վերջացնեն։ Բայց կարծես թե դա էլ է արդեն պարզ հանրության Դա էլ է արդեն պարզ, ես ասում եմ բովանդակային հրապարակեն, մենակ այդ չեն հրապարակել, բայց դեն էլ իմացանք, որ եղել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, փաստաբաններն են ներկայացրել մասնագետին եւ արդեն ունեն եզրակացություն։ Այսինքն արդեն այս երեխաների մասին չափից շատ տվյալ է հայտնի։ Նույնիսկ որ դատաբժիշկը դա է տղամարդ եղել, քննիչը տղամարդ է եղել, նույնիսկ այս դեպքերին էլ այն որ հարցաքննությունները, անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթը, հատկապես նման զգայուն գործով նման հանգամանքների համար ոչ քննիչը, ոչ հոգեբանը, ոչ մանկավարժը, ոչ որևէ մեկը պատշաճ մոտեցում չի ցուցաբերել, պրոֆեսիոնալ մոտեցում չի ցուցաբերել, սա լրիվ աբսուրդի ժանրից է։ Ասենք ես տեսել եմ քննիչները ոնց են հարցաքննություն կատարում, ինչպես են վերաբերվում, ինչ անտարբերությամբ, ինչ գրեհկությամբ, որ որևէ տրամաբանության մեջ չի մտնում։ Այսինքն քննչական մարմինը պետք է ունենա մասնագիտացված այնպիսի քննիչ, գոնե մեկ ամեն բաժնում մեկ հոգի։ Մենք չենք ասում, որ նախատեսում ենք, որ նման դեպքերը շատ են լինելու, բայց պետք է ունենանք հատուկ մոտեցում։ Այսօր քննիչները մարդկանց հետ ընդհանրապես բոլոր գործերով շատ դեպքերում, գերակշռող դեպքերում այնպես են խոսում, որ տուժողը այդտեղից ուզում եմ մի րոպե շուտ դուրս գա այս կաբինետից, որպեսզի իրեն հոգեբանորեն ճնշված չզգա։ Ամբողջ համակարգը վերաիմաստավորելու եւ վերաձևակերպելու խնդիր ունի։ Երեխաների դեպքով նման դեպքով հատկապես պետք է ճիշտ մասնագիտական մոտեցում ցուցաբերել, ու այսօր բավական չի, որ նախաքննական մարմինը պատշաճ մոտեցում չի ցուցաբերել, մի հատ էլ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատուն հայտարարություն անում եւ հրապարակումը իրենց ոչ պատշաճ գործողությունների արդյունքում վերցված ցուցմունքներն ու առերես ցուցմունքները եւ դատաբժշկական լրացուցիչ փորձաքննությունից հրաժարվելու տվյալները։ Ասենք սրա բարոյական իրավունքը ունի քննչական կոմիտեն, կամ բերում եք պաշտոնանկություններ են եղել, ինչ հաճելի է ժողովուրդ։ Պաշտոնանկ Մարզի դատախազը հրաժարական է տվել, մարզի դատախազը հրաժարական պետքա չտար։ Մարզի դատախազի նկատմամբ եւ քննչական վեդի քննչական մարմնի բաժնի քննչական պետը ղեկավարի պետի նկատմամբ առնվազն քրեական վարույթ պետքա նախաձեռնված լիներ։ Առնվազն տեսեք պաշտոնից ազատել եք, բայց այդ մարդկանց հանցավոր անգործությունը, որը ունեցել է կոնկրետ հետևանքներ, փետրվարի 12-ին հաղորդումը ստացել եք, որևէ արագ միջամտող գործողություններ չեք կատարել, ինչը արդյունքում ապրիլի 22-ին արդեն մյուս քրոջ նկատմամբ է ոտնձգություն կատարվել, Աստված գիտի դեռ քանի դրվագ կբացահայտվի։ Երեխաները ենթարկվել են պարբերական հոգեբանական եւ սեռական, հոգեբանական ճնշման եւ սեռական ազդեցության, ու դուք այսօր ասում եք, գիտեք, տեսեք, մենք արդար ենք, մենք լավն ենք, պուպուշ ենք, որովհետեւ պաշտոնանկություններ ենք արել, գլուխներդ պատովն եք տվել։ Ձեր պաշտոնանկությունը ինչ հանցագործություն է կանխում։ Այդ նույն պաշտոնանկ եղած մարդիկ մեկ էլ մի ամիս, երկու ամիս հետո կտեսնեք ավելի լավ պաշտոններ են ստացել։ Ով պետք է կանխեր այս հանցավոր շղթան, ով պետք է պատասխանատվություն կրի այս հանցավոր գործունեությունը չկանխելու, ժամանակին չկանխելու համար։ Ասենք
նույն կատարողների շրջանակը ով պետք է բացահայտի եւ արդյոք մենք այսօր երաշխիք ունենք, որ այս նախաքննական մարմինը կամ դատախազությունը հետամուտ է լինելու այս հանցավոր շղթայի բոլոր գործող դերակատարներին Դուք ավելի ինչ-որ մեծ բաներ եք պատկերացնում այս գործի։ Պատկերացնել պետք չի, ընդհանրապես վերլուծելով իմ ունեցած տեղեկատվությունը, որի մասին ես միշտ ձեռնպահ եմ լինում բարձրաձայն խոսել կամ բարձրաձայնել, ուղղակի սրանց վերաբերյալ ոչ թե հրապարակային խոսել է պետք, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկել է պետք, այդ թվում պետական մակարդակով եւ հասարակական գործիչների, իրավապաշտպանների մակարդակով։ Չի կարող այս շղթան լինել երկու տարեց մարդկանց շրջանակներում։ Այս երկու տարեց մարդիկ ընդամենը այն մարդիկ են, որոնք պետք է ցուցադրական կալանավորվեին եւ դեռ բարձ չի հետագայում այս մարդիկ կենթարկվեն պատասխանատվության, թե չեն ենթարկվի։ Սա դեռ ապագայի խնդիր է, բայց նաեւ մենք տեսնում ենք, որ ունենք քրեական գործեր, նախկինում կայացված դատական ակտեր, որ նմանատիպ դեպքերով կամ շատ մեղմ պատիժներ են տվել պայմանական, կամ անձինք արդարացվել են։ Կան նման դատական ակտեր եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր։ Այսինքն դեռևս ու ինչի խնդիր է սա։ Սա ոչ թե տեսեք դեպքը հասարակական հնչեղություն ունի եւ հուզական եւ էմոցիոնալ առումով ինքը շատ բարձր ֆոն ունի։ Բայց հասարակությունը չունի այսօր այն երաշխիքը, որ լինելու է արդարացի վճիռ։ Ինչի համար, ինչի են շատ դեպքերում կայացվում արդարացման դատավճիռներ։ Ոչ թե նրա համար, որ անձը անմեղ է, այլ նրա համար, որ նախաքննական մարմինը պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերում, ապացույցներն են անթույլատրելի, մեղադրանքի հիմքում դրված ապացույցները անբավարար են մեղադրական դատավճիռ կայացնելու համար։ Այսինքն արդյունքում դատարանն է այն մարմինը, որը պետք է դատավճիռ կայացնի անձինք մեղավոր են թե անմեղ, եւ նախաքննական մարմինը իր անգործությամբ, իր թուլությամբ, տկարությամբ թույլ է տալիս, որպեսզի դատարանը կամ կանխում է, որպեսզի դատարանը չկարողանա մեղադրող դատական ակտ կայացնել։ Եվ այստեղ դատավորը դառնում է այն անձը, այն մարմինը, որը փաստացի կրում է այս ամբողջ բացասական ֆոնի պատասխանատվությունը։ Եվ վաղը մյուսօր ասել են, վայ, դատավորը կաշառված էր, դատավորը անկողմնակալ էր, հասկանում եք, մենք ունենք համակարգային խնդիրներ։ Տեսեք, եթե մոնիտորինգ անեք ու բաց հրապարակումները տեսնեք, թե քանի տոկոս են կազմում արդարացման դատական ակտերը, ու որևէ մեկը պատասխանատվություն ոչ բարոյական, ոչ իրավական չի կրում այն տուժողի չբավարարված պահանջների համար, թեկուզ բարոյական պահանջում։ Տուժողը ակնկալում է պետությունից, որ ինքը պետք է ունենա պատժված անձ կոնկրետ կատարված հանցագործության համար, արարքի համար, բայց այսօր քննչական մարմինները այնքան տկարություն են ցուցաբերում, այնքան անտարբերություն գործերի հանդեպ։ Տեսեք, մի հատ պարզ օրինակ ասեմ, հենց իմ գործի փաստերից, որ չասեն ուրիշի գործերն է հրապարակում։ Քննիչը կազմում է արձանագրություն, զննության արձանագրություն չի ստորագրում։ Քննիչը պետք է կատարի թվային խուզարկություն առգրավի հեռախոսը չի կատարում, կատարում է տուժողի կողմից, ենթադրյալ տուժողի կողմից տրված սկրինշոթերի զննություն առանց ընթերականների, եւ որ օրենքը ունի անցումային դրույթներ։ Այսինքն դատախազությունը, քննչականը փոխանցում է դատախազությանը, դատախազությունն էլ փոխանցում է դատարանին, քրեական վարույթներ, որ ըստ էության դա մակուլատուրա է։ Թերի ասելը մեղմ ասած։ Դատարանը տարիներով քննում է դատախազության դատարան մուտքա գրած մակուլատուրան, փորձում է դրա մեջից փաստեր հանի, որպեսի մեղադրական դատական ակտ կայացնի, որովհետև գործով կա տուժողներ կամ պահանջներ, բայց արդյունքում դատարանը, որ շատ էլ ուզենա, չի կարող մեղադրական դատական ակտ կայացնել, չնայած դատարանը օբյեկտիվ քննող մարմին է, որևէ փաստերի վրա պետք է դատական ակտ կայացնի եւ իրավասություն չունի կողմնակալ կարծիք ունենա այս կողմի կամ այն կողմի վերաբերյալ, բայց խնդիրը նա է, որ այստեղ
ոչ միայն խնդիրը անձին դատապարտելն է, այլև տուժողի շահերի պաշտպանությունն է։ Եվ որ դատական նիստում որպես պաշտպան ասում ես օբյեկտիվ քննություն չկա, բա տուժողի շահերը շատ դատավորներ ասում են դուք տուժողի կողմից եք, թե պաշտպանության կողմից եք, մեղադրյալի ժողովուրդ օբյեկտիվ մասնագիտական հանրույթը պետք է պարտադրի նախաքննական մարմնին ապահովելու օբյեկտիվ բազմակողմանի համակողմանի քննություն։ Ինչը մենք այսօր տեսնում ենք, որ այնքան թերի է, որ 14 այնքան է խառնվել իրար, որ չես կարող շատ դեպքերում դատարանները գնահատելուց տեսնում են, որ գնահատողական նյութը այնքան հակասական է, որ ինքը չի էլ գնահատում, ասում որ մեկը գնահատեմ։ Մենք նման դատական ակտ ունենք, հակասությունները այնքան շատ են, որ դատարանը նշել էր դատավճռում, որ ինքը չի կարող գնահատել, որովհետև հակասությունները չափից շատ են։ Եվ ըստ էության դատական ակտի գնահատման մասից դուրս էր թողել տվյալ ապացույցները։ Այս ամենը ասում եք, քանի որ այս գործի հետ կապված մտավախություն ունեք։ Տեսեք, մտավախությունը իմ մոտ օբյեկտիվ է։ Ես Facebook-յան հրապարակում էի արել ընտրողակ մոտենալու վերաբերյալ եւ զուգահեռներ էի տարել այս եւ իմ վարույթում գտնվող գործի վերաբերյալ եւ այո մտավախություն ունեմ, որ իմ վարույթում գտնված գործի շրջանակներում բացահայտված ինձ համար ակնհայտ ճշմարտությունների նման այս գործն էլ չի լինի այն աստիճան օբյեկտիվ, անկախ պաշտպանների որակյալ աշխատանքից, անկախ հանրային պահանջից, որովհետև մենք տեսել ենք, եւ որ հանրային զայրույթը այսպես բարձրանում է կուլմինացիոն կետին եւ հետո մոռացվում է։ Ճիշտ է, սրանք այն դեպքերը չեն, որ պետք է մոռացության մատնվեն, ես ի սկզբանե դեմ եմ, որ որևէ դեպք մատնվի մոռացության, բայց արդյոք մենք կարող ենք եւ հանրությունը եւ փաստաբանները կարող են այնպիսի ճնշում գործադրել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազության նկատմամբ, որպեսզի լինի օբյեկտիվ քննություն եւ բացահայտումներ։ Ի վերջո շատ հարցեր պետք է լուծվեն փորձագետի եզրակացության տիրույթում, բայց ինչ եզրակացություն կտա փորձագետը, դա որ փաստաբանը չի կարող որպես մասնագետ ասի, չէ, այո, թերությունների վերաբերյալ մենք կարող ենք որպես փաստաբան դիրքորոշումներ հայտնել ամբողջականության, թերի է թե ամբողջական է, լրացուցիչի կարիք կա թե չէ, բայց մասնագիտական կարծիք հայտնելու համար արդեն խնդիրը մնում է հենց կոնկրետ փորձագետի վրա, փորձագետի խղճի վրա, ինչպիսի եզրակացություններ են տալու, այստեղ արդեն քննությունը խաղալու տեղ է ունենում, հենց նման հանգամանքներն են եւ անցած ճանապարհն է թույլ տալիս ասելու, որ այո, կարող են այնպիսի քննություն կատարել, որ ամբողջական օբյեկտիվ իրականությունը չի բացահայտվի։ Կհետևենք ամեն դեպքում դուրս գան կարճատև գովազդային դադարի, որից հետո ես եւս մեկ հարց ունեմ ձեզ Տիկին Սարգսյան։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։
Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան հեսա։ Ձրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է փաստաբան Սուսաննա Սարգսյանը։ Տիկին Սարգսյան, տենց խոսեցինք մենք դեպքի մասին, խոսեցինք ինչու են անգործության մատնվել եւ այլն։ Վենդետա եղավ, փաստորեն դանակահարություն, հորեղբայրը այդ իրադարձությունների կիզակետում հայտնվեց, ընդ որում կինը լրագրողներին հարցազրույցեր տվել եւ պատմել թե ինչպես են 7 ոստիկան այգի հրավիրել, հայհոյանքներ է եղել, քաշքշուկներ է եղել։ Սա արդեն Տեսեք, երբ որ արդարադատությունը ուշացած է, վենդետաները փաստացի դառնում են նորմալ երևույթներ։ Ճիշտ է, մենք չենք կողմ, ես չեմ քաջալերում, որ պետք է վենդետա լինի կամ կարող է որևէ մեկը որևէ մեկի նկատմամբ վենդետա իրականացնի։ Այնուամենայնիվ, այսօրվա այդ վենդետայի պատասխանատունել է քննչական մարմինն ու դատախազությունը եւ ոստիկանությունը։ Ինչի համար եմ նշում ոստիկանությունը, հիմա կասեն մենք տեղեկությունը փոխանցել ենք, տեղեկությունը փոխանցելուց հետո դուք ունեք օպերատիվ պարտականություններ, օպերատիվ բլոկը ունի իր պարտականությունները։ Տեսեք, այսօր ընտանիքի նկատմամբ քննչական կոմիտեի նախագահներ նշում ազգային ժողովում, ընտանիքի նկատմամբ անվտանգության միջոցներ կիրառելու խնդիր կա եւ այլն եւ այլն։ Դեպք է տեղի ունեցել։ Ամիսներ է անցել, դուք այդ ընտանիքի հանդեպ ինչքան անտարբեր ու անփույթ եք եղել, որ ոչ անվտանգության միջոց, թեկուզ ոչ օֆիցիալ, հետաքննության առումով, թեկուզ զուտ հսկողության առումով, ոչ մի բան չեք արել, սոցիալական մարմինները, մարզպետարանը չի աշխատել, չնայած այնտեղ նշվում է, որ կրթության վարչության պետը հետևողական եղել բան, բայց արդյոք սա բավարար էր այս ընտանիքի հանդեպ այն պատշաճ հսկողությունը եւ աջակցությունը ցուցաբերելու համար։ Բոլոր վենդետաները մենք քանի անգամ դեպքեր ունեցանք, ականատես եղանք աղմկահարույց վենդետաների հենց Փարաքարի դեպքը եւ այլն։ Ցանկացած ուշացած արդարության եւ արդարադատության
դեպքում լինելու են վենդետաներ։ Եվ այսօր այս մարդկանց, օրինակ կոնկրետ հոր եղբորը ես մեղադրելու բան չունեմ։ Թող յուրաքանչյուրը մի պահ մտածի ինքը ինչ կաներ նման դեպքում։ Եվ քանի որ մի հատ էլ այստեղ քննիչները հենց այստեղ էլ գալիս ենք նույն հովանավորչության հարցին, եթե այդ բարերար կոչեցյալը այն մարդը չի, ում որ դուք հովանավորում եք, ում պետք է հովանավորեք եւ թաքցնեք միջև վերջ, ինչի եք տուժողի, փաստացի տուժողի ընտանիքի նկատմամբ նման հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումներ գործադրում։ Ինչի եք բանը հասցնում նրան, տեսեք երեխաներին տարել էին առանց փաստաբանի հարցաքննության, առանց հոգեբանի, չգիտեմ, առանց մանկավարժի, այսինքն պատշաճ քննության ընթացակարգը։ Նկատում եք հիմա էլ այդ ճնշումները շարունակվում ընտանիքի նկատմամբ։ Ես ենթադրում եմ, որ կարող է շարունակվել, ինչի համար, որովհետև փաստացի չպետք է, մենք տեսնում ենք այդ պատկերը, այդ տենդենսը, որ միտում ունեն միջևերջ թաքցնելու հովանավորին, այսինքն այն երրորդ անձին, որովհետև այդ երրորդ անձի իմ կարծիքով ենթադրում եմ, որ հենց այդ երրորդ անձի բացահայտվելու եւ այդ երրորդ անձի նկատմամբ պատշաճ քննություն կատարելուց հետո այդ հեռախոսը վերցնեն, թվային խուզարկություն անեն, վերծանումներ հանեն, ինչի է նա վկայի կարգավիճակում, մեղադրյալի կարգավիճակ տվեք, պատշաճ քննություններ կատարեք, իր հետ փոխկապակցված անձանց ամբողջ շրջանակը բացահայտեք, ինչից եք վախենում, կամ քննչական կոմիտեն նշում է, որ չի ուզենա բարձրացնել իրենց աբսուրդը կրկնի, բայց որ քույրերից մեկը նշել է իբր թե սեռական 1 տարի շարունակ սեռական հարաբերություն է ունեցել երրորդ անձի հետ, այլ անձի հետ, այդ այլ անձին պարզել եք, այսինքն բոլոր դեպքերում քննությունը ունի պարտականություն նաև տուժողի ասած տված ցուցմունքները հերքելու կամ հաստատելու, ինչ եք հերքել կամ հաստատել, բացի նրանից նորից եմ ասում, մենք շատ վտանգավոր այսօր իրադրություն ունենք, այս երկու տարեց մարդկանց կարող են այդ արական սեռի ներկայացուցիչներին կարող են տանել կալանավորել, հետագայում ինչ կլինի դա հետագայի խնդիրն է, բացահայտելու խնդիր է, բայց այսօր արդյոք այս երկուսին որպես վահան, չնայած նրանք ամեն դեպքում մեղավոր են եւ պետք է պատասխանատվություն կրեն, թեկուզ հանցագործությունը թաքցնելու կամ հանցավորներին թաքցնելու համար։ Այս երկուսին որպես վահան բերել են առաջ, բա մնացածը հովանավոր նովեր, հովանավորի հովանավոր նովեր, արդյոք վաղը նորից այս վենդետաները չի շարունակվելու, չէ որ դա հանրության համար է կիսագաղտնի վիճակ ով էր այդ հովանավորը, ընտանիքի անդամները գիտեն ով է հովանավորը, դպրոցը գիտի ով է հովանավորը, եթե մանկավարժները, ընտանիքի անդամները, համայնքում էլի մարդիկ գիտեն, չէ որ երկար ժամանակ այդ ընտանիքի հետ կապ է ունեցել, բոլորը գիտեն, չէ իրան, արդյոք այդ վենդետաները չեն շարունակվելու, այդ ես ու դուք չգիտենք, բայց մեծ լայն անձանց շրջանակ գիտի, միստվար զանգված գիտի ով է այդ հովանավորը եւ գնալու են հետ առաջ իր հետևից, եթե իհարկե ոստիկանությունը արդեն իսկ նրան այնպեսի փառահեղ կերպով չի թաքցրել կամ քննչական մարմինը, որպեսզի նրան չկարողանան հայտնաբերեն, բայց ամեն դեպքում փաստը ունենք, որ արդեն թաքցնում են, արդեն քննությունը ճիշտ ուղղությամբ չի գնում, արդեն թերանում են, երբ պետք է այս անձնավորությունը ստանա մեղադրյալի կարգավիճակ, կամ ինչի կարգավիճակ չեն տալիս, որպեսզի պատշաճ քննչական գործողություններ կատարվեն։ Սրանք ամբողջական համակարգային հարցեր են, որ հենց այս հանգամանքներն են մեզ թույլ տալի ասելու, որ քննությունը ի սկզբանե բավարար չի, որ պատշաճ ընթացքով չի գնացել, հիմա էլ պատշաճ ընթացքով չի գնում։ Ասենք փաստաբանները նորից եմ ասում, կարող են իրենց աշխատանքը լավ կատարեն, կարող են գերազանց կատարել, չգիտեմ, ամբողջ համայնքը պալատը կարող է ներգրավել այս երեխաների անչափահասների իրավունքների պաշտպանությանը, բայց արդյունք չունենանք, որովհետև արդյունքում կատարողը եւ այս ամեն ինչի գնահատական տվողը փաստաբանը չի, փաստաբանը կարող է բարձրաձայնել, բայց իրավական գնահատական տվողը փաստացի կանգնած է հանցագործի կողքին եւ գործում են նրա շահերից, ոչ թե տուժողի շահերից, այն էլ ինչ տուժողի, որ պետք է այս հանգամանքները այնքան ոնց ասեմ
կոշտ արձագանքի արժանանան առաջին հերթին քննիչականի կողմից։ Ինչի մի դեպքում առանց փաստ ունենալու, առանց ականատես վկայի ցուցմունքի անմիջապես անձ է կալանավորում եւ որ հարցը նույն մարզում եւ որ հարցը վերաբերվում է անչափահասի նկատմամբ սեռական ոտոձգություն կատարելուն։ Մյուս դեպքում ամիսներով մարդիկ վկայի կարգավիճակով իրենց համար շրջում են, դա բավարար չի, մի հատ էլ ոստիկանությունը նեցա փայփայելով տանում բերում, բա մյուսներին ինչի չէիք փայփայում, քանի Պատիժը պետք է խստացվի անչափահասների նկատմամբ այս գործողությունների դեպքում։ Ընդհանրապես այո, կան շատ հանցագործություններ, որոնց վերաբերյալ պատիժը պետք է խստացվի։ Ես ի սկզբանե միշտ եմ եղել մահապատժին, այո, կան հանցագործություններ, որոնց դեպքում մահապատիժը պետք է գործի։ Այս դեպքում էլ եք կարծում։ Այս դեպքում էլ եմ կարծում, բայց նորից եմ ասում, նմանատիպ գործերով մենք պետք է ունենանք այնպիսի վստահելի համակարգ, որ չլինի թե անձի պատիժը խստացնեն, բայց էլի քավության նոխազները հայտնվեն դատապարտյալի աթոռին, որովհետև տեսեք, կարող ենք մենք մարդուն դատապարտել, թեկուզ այս երկուսին, արական սեռի ներկայացուցիչներին, բայց պարզվի, որ իրականում այն խիղճ պատժի արժանի անձինք իրանց համար ինչ-որ կղզում հանգստանում են, ինչ-որ միտեղ իրենց կյանքն են վայելում, և ոչ միայն իրենց կյանքն են վայելում, այլ շարունակում են այլ երեխաների անչափահասների կյանքը արատավորել։ Դրա համար, եթե մենք ասում ենք, որ պետք է պատիժը խստացվի, այ մահապատժից խոսեցինք, պետք է նաև ունենանք այնպիսի վստահելի համակարգ, որ մենք կասկած չունենանք, որ այդ պատիժը արդարացի էր։ Եվ Տիկին Սարգսյան, մեր ժամանակը մոտենում է ավարտեն, ամեն դեպքում այս դեպքի հետ կապված մենք նորից հետևողական կլինենք, հարկ լինելու դեպքում կրկին կհանդիպենք, կզրուցենք, ինչ-որ հարցեր կքննարկենք, որտեղ հանրությունը հարցերի պատասխանների է սպասում եւ տարբեր տեղերից է փորձում այդ հարցերի պատասխանները ինչ-որտեղ հարցազրույցներից քաղել եւ այլն։ Ընտրություններին մասնակցում եք թե ոչ։ Որպես որևէ կուսակցության կողմնակից ոչ, որպես ընտրող միանշանակ գնալու եմ ընտրության։ Այս անգամ փաստորեն пассив դիրքում եք։ Պասիվ դիրքում եմ, որովհետև չեմ տեսնում այն ակտիվության նպատակը։ Տեսեք, մեր երկիրը դարձրել են մանրադրամ, բոլոր կուսակցությունները անխտիր, մեկը իր իշխանությունը պահելու համար, մյուսը իր բիզնեսները պահելու համար, մյուսը որոշակի շահեր հետապնդելով իշխանության գալու համար, ոնց որ քիչ առաջ ասացի, չորի հետ խառնել են, բայց արդյունքում երկիրն է դարձել մանրադրամ եւ ժողովրդին են սարքել մանրադրամ։ Ժողովրդին սարքել են ընտրակաշառքի մատերիալ, ով ասես ինչ գնով ասես, որ դիրքից ասես, թեկուզ պետական մակարդակով փորձում է ժողովրդի սիրաշահել ժողովրդին որոշակի խոստումներով եւ գործողություններով, արդյունքում եւ ժողովուրդը եւ այս կուսակցությունները, ովքեր մասնակցում են ընտրություններին, պետք է իրանց մի հատ պարզ հարց տան եւ գոնե եւ որ մենակ են մնում անկեղծ պատասխանեն։ Եվ որ պետությունը այսպես որպես գրոշ ծախեցին կամ կիսեցին իրար մեջ, իրենք որտեղ են ապրելու։ Իրենց բիզնեսները որտեղ են պարտակելու, պաշտպանելու իրենց շահերը, իրենց իշխանությունը որ աթոռի վրա է լինելու։ Թող այս հարցին պատասխանեն, հետո գնան ինչ ուզում են անեն։ Հետևենք զարգացումներին։ Շնորհակալ եմ այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։